Բարեզես։ Պարոն վարչապետ, Հաջան։ թոշակները քիչ կավերցնես։ Հնարավոր չէ ապրել։ Ինչքան 46-ը եղել է 56։ 56 անկանխիկ առևտուր անում եք հայրիկ ջան։ Հա, Ինչքան եք հետ ստանում։ հետ մեծ չունեմ։ Ոնց չես կարող։ Ես քարտով չեմ անի։ Բա չէ պետք է անեք։ Դու չեմ անի, ես պես չեմ ուզե քարտով, չեմ հասկանա։ Հայրիկ ջան, Անդրադյադ մարդը 100 տարի։ հասկանալու բան չկա։ Ամեն ինչ է։ Որ բան եք առնում, փող տալիս եք, չէ։ Փարակ ուզա։ Չէ, այդ փարայի տեղը այդ տան մեզ ճտ Դա լավ մարդնցի բամլի սորվեցն իսեր ասում։ Մի րոպե, հայրիկ ջան, Ես եղել եմ քուչապ, նոր եղել եմ եսկա։ Ճիշտ է։ Հարցը Կարամ բան ասեմ։ Ասում եմ 10000 էլ տեղ ավել կստանաս։ 100 մեր զամբյուղն իշքան է։ Մեր զամբյուղը 120, 130 հազար։ Դաղ դες մոմենտին։ Եսը իշքան է։ Հա։ Դու տոնը 46-50 հազար մանատ ինձ։ Հայրիկ ջան, նվազագույն եթե 10000 ավելցրի 20000 թանկից է։ Չէ, տեն չի։ Տեն չի։ Ինչ Հայրիկ ջան, նախ 10000 պլյուս 10000 ենք ավելացրել։ 10000 ինձ ավել չի եկել, վատել է։ Անկանխիկ պետք է առևտուր արեք 10000 հետ կստանաք ավել։ Դու ես ինչ գործում եք վերասա։ Հայրիկ ջան, ուզում եք նախ դե եղես, նախ։ Դե հա ցախ կյանքը, բայց կյանքը փոխվում է, չէ՞։ Մենք է կյանքի հետ պետք է փոխվենք։ Ես էլ չեմ կրա փոխվել, արդեն ուշ է, պոեզը գնացել։ Հələ մի հատ նվազագույն սպառողական զամբյուղը, չէ։ Նա Թորոսյանն 1000-ից ավել, ինչ գուզես հաշիվ։ Չէ, վիճակակ, այս ամսման հեսա տենանք ամեն ամսից հրապարակում ենք։ Տենանք վերջին թիվը ինչքան է։ Վերջին թիվը տենանք ինչքան է։ 10000-ի տեղը մեկ 40000 ավելցները։ Հիմա ինչքան էր ձեր թոշակը։ 56 նվազագույնը իմ վերջին տվյալով 63000 դրամ է։ Անկանխիկ առևտուր որ անեք, նվազագույնից ավել կստանաք։ Մեր զանգուղից պետք է պագաս չեղնի, Այո, ավել պետք է։ այո, Բայց քուկը պագաս էր գոն։ Անկանխիկ առևտուր էլ արեք, կլինի կգա զամբյուղից ավել։ 10000 դրամ փողը դրած, ասում եք ձեռդ պարզի վերցրու, ասում ես չեմ։ Չեմ համոզվի ձերս ասում։ Խի հայրիկ։ Չեմ, որովհետև անկանխիկը ո՞րն է։ Քարտ չունեմ ես։ Թոշակ առանց քարտի չեք կարա ստանալ։ Կստանամ։ Քարտով եք ստանում, քարտով չեք ստանում։ Բանկից ճերտան պասպորտը սկուտամ։ Հայրիկ ջան, քարտով չեք ստանում թոշակը, ոնց կարա դե։ Քանի տարեկան եք։ Քանի տարեկան։ 124 տարեկան չեմ։ Չէ, չեք կլինի։ Քարտով եք ստանում, քարտով էլ առևտուր արեք, կգա ձեր հետ վճարն էլ հետը նվազագույն սպառողական զամբյուղի։ Ես անձամբ որպես թոշակ։ Ինչքան է նվազ։ 11007։ Ահա։ Շատ լավ է, էլի դժգոհ եղեք։ Այ, երբ որ անկանխիկ առևտուր անեք, անկանխիկ առևտուր անեք 61000 է նվազագույն սպառողական զամբյուղը, կլինի ու ընդ որում այդ նվազագույն սպառողական զամբյուղի մեջ 6000 դրամը հաշվարկած է առողջապահական ծախսերը։ Ձեր առողջության ապահովագրությունը ունեք, այսինքն ձեր թոշակը իրական սպառողական զամբյուղից հələ 6000 դրամ էլ ավել է կանգնում։ Ով որ հաշվարկել է թող կա իմ տուն ապրի անվճար։ Մենակ քանի հոգով եք ապրում։ Սնունդի պարատա, ես ու պարավս ենք։ Ինքը ինչքան է թոշակ ստանում։ Էլի 33 թոշակ չկա։ 46-ից պակաս թոշակ չի կարա ստանալ։ 46-ից պակաս չի։ Հիմա տեսեք։ Մի րոպե, եկեք 46 Անկանխիկ առևտուր էլ անի կստանա 56 պլյուս 2-ից սպառողական զամբյուղը իրար հետ մինուս 6000 առողջապահականը 2-ից էլ ունեք առողջության ապահովագրություն այսինքն ձեր 2-ի թոշակը առողջության բանի նվազագույն սպառողական 61000 դրամ զամբյուղից ավել է մոտավորապես 10000 դրամ Չուդեմ Չէ, պարոն վարչապետ շատ աղքատ կավրենք Եղբայր Մարզը աղքատ կավրենք մանավան թոշակ առունել Հայրիկ ջան, ձեր ազգանունը ինչ է Պետ չէ 2018 թվին Այս 2018 թվին նվազագույն թոշակը եղել է 16000 դրամ Մենք նվազագույն թոշակը 3 անգամ բարձրացրել ենք 8 տարի ես վարչապետ եմ 7 անգամ մենք թոշակի հարցին անդրադարձել ենք 7 անգամ Ես Եղբայր ջան, բա 16000 դրամով ընդունել եմ, սարքել եմ 46000 դրամ, պլյուս 10000 դրամ, պլյուս վաղը
դուք օրեկակ վարչապետ բյուջեն 0 էր։ Այդ եմ ասում։ Ես գիտեմ։ Բայց Ես գիտեք, շատ լավ հետաքրքրվել եմ։ տեսեք, հիմա նաև դուք լավ է, Աստված չանի, եթե առողջական խնդիր ունենաք, պետությունը ձեր նվազագույն գնացել եք, ինչի չեք գնա։ Ինչի։ Վախենամ, վատերտա մնամ տանջի տակ։ Ուրեմն ձեր տիկնոջ նվազագույն թոշակը իրար հետ, նվազագույն սպառողական զամբյուղից էականորեն ավել է։ Հիմա պլյուս մենք ասում ենք, որ քանի որ թանկանալու է, մենք 2028 թվականից գնային գնաճը ինչքան տոկոսը բարձր կլինի, այդքանով էլի թոշակը առնվազն կավելացնենք։ Հիմա որ ասում եք բյուջեն 0 է, տեսեք 16000-ից սարքել ենք 46000 դրամ, հայրիկ ջան։ Սարքել ենք, որովհետև որ դա մեծ ջանք եւ աշխատանք է։ Այս անգամ որ ավելցրի, դի 20-30 ավելցներով։ Հայրիկ ջան, 10-ը ավելցրել ենք, 10-ն էլ անկանխիկ առևտրով պետք է հետ ստանանք։ 10 ավելցրել ես 20 թանկացել։ Դե 20 չի թանկացել, հայրիկ ջան, տեն չի։ 10-ից ավել թանկացել։ Ի՞նչն է թանկացել։ Ես Մենք հիմա կհաշվարկենք հաջորդ տարվա 2028 թվականի բյուջեի համար կհաշվարկենք ինչքան թանկացել է, այդքան կինդեքսավորենք, ինչքան թանկանա, այդքան կինդեքսավորենք, որ այս գծից ավելի վատ չլինի։ Ներողություն։ Ով գիտե մեր հացի կիլոգրամն ինչ արժի։ Մեր մոտ է։ Ով գիտե։ Հացը կիլոգրամով չեն վաճառում, հաց կա 150 դրամ, հաց կա 200 դրամ, հաց կա 400 դրամ։ Գրամը Ասու բերանից ելած ոսկովի մարդը 150 գրամ դրամ քսեր, չէ։ ավտո ունես։ Եկեք գնանք լխանութ, եկեք գնանք խանութ։ Խանութը հացը 120 դրամ է, 130։ Բայց դա կիլոյով չեն հացը կիլոյով չեն ծախում, հացը հատով են ծախում։ Հացը։ Այդ որ թիմն է, այդ են վախտեր որ հաց։ Այ մարդ, մեր հացը 120 դրամ է։ Բայց քաշը 130 գրամ է։ Դրամն ու գրամը։ Դե հիմա հայրիկ ջան, Հայաստանում վերջին անգամ հացը կիլոյով երբ են ծախել։ Սովետի վաղտը եղեն, որ դանակով կտրում էին, տենում էին, ասում էր մի կիլո հաց դու, կտրում էր, պակաս էր լնում, մի քիչ էլ սենց էր կտրում, դնում էր ավել, հիմա տենց բան չկա։ Չէր քանդվը սատկեր սովետին, ինչի քանդեց։ Աշխատանքների համար։ Հայրիկ ջան, ամեն դեպս արձանակ դու ես ասում բյուջեն 0 է եղել, 0 չի եղել, բայց հիմի հա ըստ էության 0 է եղել, որովհետև 2017-ի համար մենք կրկնակի ավելացրել ենք։ Հիմա դուք ունեք առողջության ապահովագրություն, մի չնայած լավ տեսք ունեք, առողջ եք, մեր մեջ ասած ուրիշ օգնող ունեք, թե դուք թոշակով եք ապրում։ Օգնող չունի, թոշակով չի ապրում, սուտ է։ Ով է օգնում։ Տեղես, աղջիկս, երեխեքս էստեղ չեմ, մեկը Մոսկվա է, մեկը Մինսկ է։ Ընդից մեզի Ամեն դեպս կա հաշվարկ։ Հիմա թոշակով հաց կմորանք։ Հաց։ Ասեք։ Ինչ է։ Ասեք։ Բանունը կսեր։ Հարիկ ջան, ամենայն դեպս դա կա հաշվարկ, այդ հաշվարկով է։ Հիմա միջին թոշակը նվազագույն սպառողական զամբյուղից շատ է։ 18 ես վարչապետ եմ դարել, նվազագույն թոշակ եղել է 16, հիմա 46 է, պլյուս անկանխիկի հետ վճարով 10000-ը, այսինքն 56 է։ Զամբյուղը 90000-ից պակաս չէ, պարոն Բաշար։ Հարիկ ջան, ես չեմ համոզվել։ Թոշակն է 46000։ Դա հիմա դրա համար կա հաշվարկ, կա բանաձև։ Ես կարամ մեկը կասի 90-ա, մեկը կասի 120-ա, դրա համար պետական ինստիտուտ կա։ Պետական ինստիտուտը ասում է այսքան է, վերջինը 61000-ն է։ Մեր թոշակը հիմա ձեր 61000-ը 46000-ը թոշակն է։ Ինչքան է բարձրացել։ Դուք չեք ասում 56000-ա թոշակը ձեր։ 46 էր իմ եղել 56։ Դե ասում եմ անկանխիկ առևտուր էլ որ անեք։ 46 Հայրիկ ջան։ Ընդամեն 90000։ Հայրիկ ջան, որ անկանխիկ առևտուր էլ անեք, ձերը կդառնա 66 եւ տիկնոջն էլ կդառնա 56 եւ ասում եմ սպառողական զամբյուղի մեջ 6000 դրամն էլ առողջության ծախսերն են, որ դեղի բանի ծախսերն են։ Այդ ծախսերին էլ հիմա առողջության ապահովագրություն ունեք, ձեզ դուք չեք վճարում էլ դրա համար։ Այսինքն դե ֆակտո ձեր տիկնոջ
թոշակն էլա բարձր անկանխիկ առևտուրը հետը բարձրա նվազագույն սպառողական զամբյուղ։ Բոլորը հեշտ ամսի 7-ին տերտան կնդրել։ Դե այսքանից հետո որ կընտրես պարտավորություն ես դնում իմ վրա, որ ձեր ասածները ավելի շատ մտած։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Եղբայր ջան, պետպատվեր 9 տարեկան է, դե այդ բանկությունի վիճակի չի։ բա ասում եք անապահովության համակարգում կա։ Իրան ընտանիք է, էլի, Անապահովության համակարգի մեջ կա, բա պետպատվերից չի օգտվում անապահովության։ խորհուրդ կարգի, բարոն Փաշինյան։